Շնորհակալություն պարոն Մասուլյան, սա մեր հերթական հանդիպումն է եւ ինֆորմացիայի առումով շատ բան չունեմ ձեզ տեղեկացնելու, որովհետեւ գործընթացին ամբողջությամբ ծանոթ եք։ Միայն կուզենայի տեղեկացնել, որ 2-3 օր առաջ ուրեմն հանդիպում ենք ունեցել փոխարշապետի գրասենյակի պատասխանատուի հետ եւ իրենց կողմից եղել է հետեւյալ պատասխանը, որ եթե վրանը դուք չեք հանում, շարժվելու է այս ձևաչափով, ապա 2 ամիսի եւս չի երկարաձգվելու։ Հիմա կուզենայինք այդ մասով ձեր առաջարկությունները լսել։ Իրենք հիմնավորել են, որ կարող եք տեղափոխվել գրասենյակային պայմաններում, մենք հիմնավորել ենք, որ վրան այն հարթակն է, որտեղ հանդիպումներ ենք ունենում մեր քաղաքացիների հետ, հավաքագրում ենք արցախցիների բոլոր խնդիրները եւ սա հնարավորություն է շփվելու մեր հայրենակիցների հետ, վրանը չի կարող խանգարել, որովհետեւ որպեսզի մեր առաջարկությունները ներկայացնենք ձեզ, իմիջիայլոց այսօր մեր առաջարկությունները գրավոր ներկայացնելու ենք իրենց։ Առաջիկա օրերին պետք է խորհուրդ հանդես գա հայտարարությամբ։ Շնորհակալություն նախաձեռնության համար, դուք գիտեք, որ ես լիովին աջակցում եմ այս նախաձեռնությանը։ Տեղյակ եմ մանրամասը, մենք բարբերաբար հանդիպումներ ենք ունենում, տեղյակ եմ մանրամասը իրականացվող աշխատանքնի, նաև ձեր հանդիպումների արդյունքում ձեր որոշումներին, ձեզ առաջարկվող տարբերակներին իմ կողմից դուք ունեք լիակատար աջակցություն, անկախ դրանից դուք ինչ որոշում կկայացնեք։ Ես տեղյակ եմ, որ այդ ծրագրերը, որը իրականացում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ունեն բազմաթիվ խնդիրներ։ Ես նաև առիթ եմ ունեցել բնակարանային աջակցման ծրագրի վերաբերյալ իմ որոշումը հայտարարել դեռ նախագծային փուլում եւ ասել, որ դա հենց սկզբից տապալված ծրագիր է։ Արցախցիները դրանից չեն օգտվելու, որտեղ որոշակի լուրջ խնդիրներ եւ հանգամանքներ կա, որը հաշվի առնված չեն։ Ես տեղյակ եմ, որ դուք առաջիկայում պետք է որոշում կայացնեք եւ ներկայացնեք կառավարությանը ձեր հետագա աշխատանքները կազմակերպելու համար։ Ցանկացած որոշում ձեր կողմից ես համարում եմ, որ դա նաև մեր ժողովրդի կողմից դուք ունեք այդ լիազորությունը նման որոշումներ կայացնելու եւ ես պատրաստ եմ աջակցել, այդ թվում եթե դուք որոշեք տեղափոխվել գրասենյակային պայմաններում աշխատանք իրականացնեք, պատրաստ եք նաև մեր ներկայացության հնարավորությունները տրամադրել եւ ապահովել ձեր էֆեկտիվ աշխատանք։ Սա որպես առաջարկ կարակ ընդունեք եւ հաշվի առնեք ձեր հետագա որոշումները։ Ինչ վերաբերվում է արցախցիների սպասելիքներին, այո, սպասելիքները մեծ է եւ առաջնայինը եւ հրատապը այսօր ավելի շատ հումանիտար սոցիալական հարցերն է, որոնք ես գիտեմ, որ դուք ամենօրյա ռեժիմով զբաղվում եք եւ տարբեր առաջարկներ եք իրականացնում։ Նաեւ կա առաջարկ ձեզ Հայաստանի կառավարության կողմից ստեղծել համապատասխան խմբեր եւ աշխատանքներ իրականացնել։ Ինձ թվում է դա պետք է իրականացվի, քանի որ այդ ծրագրերից նաև կապված է մեր բնակչության եւ արցախցիների հետագա ինտեգրումը եւ արժանապատիվ ապրելը Հայաստանի Հանրապետությունում։ Սա շատ կարեւոր նախաձեռնություն է, ես անկեղծ ձեզ հաջողություն եմ մաղթում եւ մեկ անգամ ընդգծել, որ աջակցում եմ ձեր բոլոր նախաձեռնություններում եւ որոշումներում։